Երգչուհի Տաթև Ասատրյանը բավականին սիրված է հանրության կողմից։ Կարճ ժամանակահատվածում երգչուհին կարողացավ հայկական շոու բիզնեսում ստեղծել իր ուրույն տեղը, ինչպես նաև ձեռք բերել հազարավոր երկրպագուների բանակ։ Ընդամենը մի քանի օրից Տաթև Ասատրյանը 3 օր մենահամերգով հանդես կգա և իր երկրպագուներին կուրախացնի իր կատարումներով։ Տաթև Ասատրյանը այս ամենի մասին յուրօրինակ կերպով էր հայտնել իր ինստագրամյան էջում, իսկ ընդամենը րոպեներ առաջ վերջինս հրապարակել է տեսանյութ փոքրիկ Նժդեհի մասնակցությամբ, նշելով, որ այդ օրը իր և Նժդեհի կատարմամբ պրեմիերա է տեղի ունենալու։ Նշենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել էինք Տաթև Ասատրյանի պատմությունը։ Տաթևը կատարում է ամեն օր Նժդեհի երազանքները։ Նա Նժդեհին նվիրում է իր սիրելի և իր երանելի մոտոցիկլը։ Նա Նժդեհի հետ ժամանակ է անցկացնում, նրա հետ շրջագայում է, ինչպես նաև Տաթևի շնորհիվ Նժդեհը սովորել է դհոլ նվագել։ Իր համերգային երեկոների ժամանակ Նժդեհը մի քանի ելույթով հանդես է եկել և ցույց տվել իր նոր տաղանդը։ Այս օրերին երգչուհին կրկին շրջագայության է մեկնել և Նժդեհը կրկին նրա հետ է։ Տաթևն իր ինստագրամյան էջում հրապարակել է մի քանի կադրեր, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես է փոքրիկ Նժդեհը ծովում ժամանակ անցկացնում, ուրախանում և վայելում բնության հրաշքները։ Ինչ խոսք համացանցում յուրաքանչյուր նմանատիպ հրապարակում հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ բացահայտելու Տաթև Ասատրյանի հիանալի մարդ տեսակը։ Մարդիկ ամեն անգամ հիանում են, զարմանում նրա բարությամբ և գովերքում, ասելով, որ յուրաքանչյուր արտիստ պետք է նման կերպ վարվի, որպեսզի բոլոր երեխաները լինեն երջանիկ։ Ներկայացնում ենք Տաթև Ասատրյանի և Նժդեհի մասնակցությամբ մի քանի կադրեր։ Արի մոտես։ Ժողովուրդ ջան, շատ եք հարցնում, թե Նժդեհը որտեղ է, ոնց է ու ինչ է անում։ Ուզում եմ ասել, որ հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է լինելու։ Չէ՞ կյանքս։ Ժողովուրդ ջան, հիմա մենք գրում ենք, գալու ենք Ռոստով, կնասադար